Գլխավոր դատախազությունը 3 տեղեկացրեց մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ հեղաշրջում անելու կոչի համար։ Իրավապահները նախ խուզարկություններ են իրականացրել Շիրակի թեմի առաջնորդանուն։ Միքայել Սրբազանը մայրաթորում էր։ Գործողությունները տեղափոխվեցին Էջմիածին, որտեղ Միքայել arczepiskopos Աջապահյանի ետևից էին եկել ոստիկանական խմբեր, ԱԱԾ աշխատակիցներ, հետո նաև հատուկ ջոկատայիններ։ Սրբազանին իր աջակցությունը հայտնեց նաև ԱՄՆ հայոց կաթողիկոս Գարեգին II-ից հավաքված մարդկանց ողջբազնությունը թույլ չտվեց, որպեսզի հոգևոր հայրը ուղևորվի քրեակատարողական հիմնարկ։ Բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք որևիցե տեղ չեմ խակնվել եւ հիմա էլ չեմ պատրաստվում խակնվելու, չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում խակնված լինելու տպավորություն ստեղծել, ոչ էլ որևիցե մեկի հետևում չեմ խակնվում։ Եկել են իմ հետևից, ես կգնամ եւ առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստաց։ Հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած։ Ես այս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ լինի։ Բայց այն մարդիկ, որոնք այդ խելագարի կամքը կատարում են, եկել են, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ եւ հոգեվորականները կհետևեն ինձ։ Վեհապար հայրապետ, վեհապարն են մաքրում։ Ինչպես նախատեսված էր, այսօր մենք ունենք ժողով։ Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ։ Մենք գնանք Վեհարան, այնտեղ կհամախմբենք, մեր քննարկումները կունենանք եւ եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանքի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց եւ մեր հոգեվորականների։ Իսկ երկրի սրբազանների եւ երկրի բնականաբար։ Ուշացած չեն մեր ջանքերը վեհապար։ Ժողովուրդ, մի րոպե։ Այնպես որ պիտի հրավիրենք, որ գնանք Վեհարան, այնտեղ համախմբվենք եւ մեր քննարկումները, մեր ժողովը իրականացնենք։ Ներսում ինչ էր կատարվում վեհապար հայրապետ։ Վեհապարներ կարող է հաջորդը ձեր հետևից կան։ Կարող է հաջորդը այս ճանապարհով ձեր հետևից կան։ Միքայել arczepiskopos Աջապահյանը Էջմիածնից ուղղվեց դեպի մայրաքաղաք քննչական կոմիտե։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մոտ հավաքվածները եւս հետևեցին նրան։ Arczepiskopos-ը երթը սկսեց ոտքով, ապա որոշ ժամանակ նստեց մեքենայի ճանապարհը շարունակելու համար։ Պետականությունը ավելի քան խոսոտ փսլենգոտ լագոտներին է, որ ամեն օր ինձ հայոյում են։ Ես այս երկրի համար եւ այս պետության համար աշխատած մարդ եմ։ Եվ բացի այս պետությունից ուրիշ որևիցե մի բանի համար չեմ աշխատել։ Իմ ամբողջ կյանքը Եվ եկել եմ հասել եմ հասելի, որ պտի ծերությունս հասել եմ և ես քսլենգոտները իմ հասրել եմ սպառնալիք ես երկրին ես սպառնալիք եմ ես երկրին ու սպառնալիք համարում ես սպառնալիքը վստահ է կառավարության շենքում ես իշխանության զավման հետ գործ չունեմ ես ասել եմ, որ ես չարիքը պտի հեռացվի Եվ այո, առաջին հերթին ազգային անվտանգությունը պետք է այս չարիքը հեռացնի, իր պարտականությունը չի կատարում, թող չկատարի, թող երկիրն էլ գնա այսպես գործանման, բայց ես չեմ լինի մեղավոր։ Հիմա իրենք ուզում են իմ վրա բարտել, որ իբր ես եկել եմ ձեր հետևում թաքնվել եմ, վիճակ եմ հրահրում։ Ոչ իբր երեք թող գային մեկուսի տանը ինձ։ Հունիսի 27-ի առավոտյան Հայաստանի իրավապահ մարմինների ուժեր մուտք գործելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Վեհարանի տարածք փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին, ով Մայրաթոր էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։
Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել քննչական կոմիտե եւ փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները եւ ներկա հոգեվորականները բողոքի ձայն բարձրացեցին, տեսնելով դիմակավորված ԱԱԾ եւ ոստիկանության ծառայողների մեծ հոսքը։ Համայն հայության հոգեվոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է եւ անընդունելի։ Միքայել Սրբազանը հակառակ, որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում եւ չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան ներկայանալու քննչական կոմիտե։ Մայրաթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը եւ շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով, ասվում է Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունում։ Մեծի տանեն Կիլիկիո Արամակաթողիկոսը հայտարարությամբ է հանդես եկել դատապարտելով իրավապահների ներխուժումը Մայրաթոռ Սուրբ Էջմիածին։ Ցավով իմացանք պետական իրավապահ մարմինների Սուրբ Էջմիածի մուտքի եւ այնտեղ ստեղծված անընդունելի կացության մասին։ Մենք դատապարտում ենք նման քայլերը, անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը։ Կոչ պետական պատկան մարմիններին ձերբակալությունների արշավը դադարեցնել, հայտարարել է Արամ Ակաթողիկոսը։ Մայրաթոռում լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը ասաց, անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափահյանին առաջադրված մեղադրանքին, որ հաղորդագրություններին ծանոթանալով հասկացել է, խոսքը գնում է ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին։ Եկեք մի քանի շեշտադրում էլի հարգելի գործընկերներ։ Առաջինը, ես որքանով որ հաղորդագրություններին ծանոթանալով եմ հասկացել, խոսքը գնում է ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին, որ պատկերացնեք միջին ծանրության հանցանքի դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան հնարավոր է չի գալիս բերման ենթարկելու որևէ անձի։ Տվյալ դեպքում ես այսօր առավոտյան, երբ ականատես եղա նրա ինչին երևի թե բոլորը եւ մեր ամբողջ հանրությունը, մենք տեսանք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր իրավապահների, որոնք պետք է ինտենսիվ հարկադրանքի միջոց գործադրեն կրկին ենթադրյալ միջին ծանրության մասին խոսվող հանցանքի հետ կապված։ Հիմա շարունակություն է։ Իսկ ինչի մասին է այդ հանցանքը ենթադրյալ։ Խոսքի ազատության մասին։ Համարենք խոսքի ազատությունը լինում է ցնցող, լինում է սուր, եվրոպական դատարանի նախադեպային ողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Այսինքն այստեղ մի ընտրություն կա։ Եթե ընտրում ես ժողովրդավարության ճանապարհը, ապա խոսքի ազատությունը, այսպես ասած, ամենակարևոր արժեքն է։ Եթե ընտրում ես բռնապետության ճանապարհը, ապա խոսքի ազատությունը, եթե իրացվում է սուր ձևով, պետք է երևի թե այսպես ականատեսը լինենք հազարավոր իրավապահների, այն էլ վեհարան Այն էլ երբ տվյալ դեպքում խոսում ենք Սրբազան հոր մասին։ Հայաստանը եվրոպական կոնվենցիաների անդամ է բազմաթիվ։ Ես եթե չեմ սխալվում, նաև կարծես վերջերս չէր, որ հանրաքվեր տեղի ունեցել, որտեղ իբրև Եվրոպայի միությունը րոպե շուտ սպասում էր Հայաստանի Հանրապետությանը։ Ես Եվրոպայի միության որևէ երկիր չեմ պատկերացնում, որտեղ հնարավոր է հազարավոր զինված ուժայիններով միջին ծանրության ենթադրյալ հանցանքի, որն էլ վերաբերում է խոսքի ազատությանը, կան նման գործողություն անեն։ Ես իդեպ վերջերս հնարավորություն էի ունեցել ֆրանսիական մի հայտնի լրատվականի հարցազրույց տալու, որտեղ իրենք հարց էին տալիս, ի վերջո ինչ է կատարվում Մայրաթոռի շուրջ։ Եվ փորձեցի իրականում մի ձև ներկայացնել իրավիճակը, հասկացա, որ երևի թե պետք է անալոգիա անցկացնել։ Ասեցի, պատկերացրեք դուք ունեք ձեր նախագահին, պարոն Մակրոնին։ Ասում է այո, ասում եմ դուք նաև ունեք Հռոմի Պապին, որպես կաթոլիկների հոգևոր ամենաբարձր առաջնորդ, ասում է այո, ասում եմ դուք պատկերացնում եք, որ պրեզիդենտ Մակրոնը, օրինակ նախագահ Մակրոնը պահանջի Հռոմի Պապի հրաժարականը, վերջինս սկսեց ծիծաղել, երբ նկատեց, որ ես չեմ ծիծաղում եւ լսեց իմ արձագանքը, որ այ դրանից մի բան էլ ավելի վատ իրավիճակ է Հայաստանում, երևի թե կռահեց իրավիճակի լրջությունը։ Սա աբսուրդ է, սիրելի գործընկերներ, սա իսկապես աբսուրդ է, սա աբսուրդ է, որ մենք կարող ենք պատկերացնել, որ մենք ունենք պարտականություն Մայրաթոռը պաշտպանելու, մենք ունենք պարտականություն Սրբազան հորը պաշտպանելու, մենք ունենք պարտականություն վեհափառ Հայրապետին պաշտպանելու։ Սա անկեղծորեն եմ ասում, սա աբսուրդ է, սա իրավական որևէ մի տրամաբանություն չունի, սա ես չգիտեմ ինչ է։ Խնդրում եմ մի հետապնդեք ինձ, այդպես պատասխանեց արդեն իրավապահներով եք պայքարում եկեղեցու դեմ հարցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Փաշինյան, երկու հարց, եթե հնարավոր է եկեղեցու իշխանության հակամարտության վերաբերյալ կպատասխանեմ, այսօր չեմ պատասխանում։
Այսինքն իրավապահ մարմիններին եք արդեն հանրարարակ եկեղեցով զբաղվել, պարոն Փաշինյան։ Արդեն չեմ պատասխանի հարցերին, այսօր չեմ պատասխանի հարցերին։ Խնդրում եմ մի հետապնդեք ինձ։ Ընդդիմադիրներն ասում են քաղաքական հետապնդում է սա։ Ես հարգելիս ասի այսօր չեմ մեկնաբանում։ Բայց այսօր ու կատարում իրադարձությունները։ Շիրակի առաջնորդանու Քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ Փաշինյանը չպետք է խառնվի եկեղեցու ներքին կյանքին եւ այս ամենն ուղղված է եկեղեցու հեղինակության նվազեցմանը։ Gallup International-ը հարցում է իրականացրել Հայաստանի ամբողջ տարածքում, որին մասնակցել է 1000 մարդ։ Քաղաքացիներից հետաքրքրվել են ինչպես են վերաբերվում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի Խարեգիմը պետք է հրաժարական տա, քանի որ ըստ վարչապետի տեղեկությունների Պեհափարը խախտել է կուսակրոնության կանոնը եւ ունի զավակ։ Հարցվածների 35.4%-ը պատասխանել է, որ չի ընդունում վարչապետի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, 24.3%-ը կարծում է, որ սա քաղաքական քայլ է ուղղված եկեղեցու հեղինակության նվազեցմանը, 18.6%-ը կարծում է, որ դա պետք է քննարկվի եկեղեցու ներսում, 14.7%-ն լիովին համակարծիք է Փաշինյանի հետ, եթե փաստերը ճիշտ են, կարծում են, որ Պեհափարը պետք է հրաժարական տա։ Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցումներ է իրականացրել նաև Հայաստանում տիրող ձերբակալությունների ֆոնին։ Քաղաքացիներին հարցրել են ինչպես են գնահատում իշխանության այդ գործելավոճը։ Հարցվածների 57.9%-ը պատասխանել է, որ ընդհանրապես բացասական է վերաբերվում այդ ամենին, 19.2%-ը ավելի շուտ բացասական, 4.8%-ը ավելի շուտ դրական, 11.7%-ը լիովին դրական, իսկ 6.4%-ը դժվարացել է պատասխանել։ Նաև հետաքրքրվել են, թե քաղաքացիներն ում են համարում քաղաքական տերկյալ։ Սամվել Կարապետյան 66.8%, Արմեն Աշոտյան 21%, Վարուժան Ավետիսյան 41%, Բագրատ Սրբազան 3.7%, Վարդան Ղուկասյան 3.3%, Ռուբեն Վարդանյան 2.5%, Արտուր Վարդանյան 2%, Արկադի Ղուկասյան 1.6%, Արայիկ Հարությունյան 1.2%։ Իրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը, որին բաց եւ կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը եւ այլ երկրների տարածքային ամբողջականությանը։ Պետք է խուսափել նման արտահայտությունների օգտագործումից, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված ու ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Դեսպանի խոսքով Իրանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ երկխոսությանը եւ երկու կողմերին էլ խրախուսում է, որպեսզի որքան հնարավոր է շուտ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Բաքվում Ադրբեջան ֆիլմ ստուդիայի տարածքում հզոր պայթյուն է որոտացել։ Կինոստուդիայի հին հրատեխնիկական վայրում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը։ Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության նախնական տվյալների, քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։